Ողջույն հարցի գինն է եթերում։ Այս հաղորդման շրջանակներում կվերլուծենք մեր դիտարկմամբ շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Սերժ Սարգսյանը զբաղված է իշխանական համակարգի ակտիվ վերադասավորմամբ, թե կադրային, թե կառուցվածքային։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արդեն մի քանի օր շարունակ զբաղված է Երևանի քաղաքապետարանի եւ այլ կառավարման ստորաբաժանումների ակտիվ քննադատությամբ, թե իբր լավ չեն ծառայում քաղաքացիներին։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ձեռնամուխ է եղել ոստիկանությունում կադրային ինտենսիվ զտումների նոր փուլին, բարեփոխումների խորագրի ներքո։ Հայաստանի իշխանական համակարգն ինտենսիվորեն պատրաստվում է առաջիկա համապետական խորհրդարանական ընտրություններին եւ այս ընթացքում կարող ենք ականատես լինել անգամ գուցե աներևակայելի դրսևորումների, ասենք Ազատության հրապարակում հանրահավաքների տեսքով, որի ընթացքում իշխանությունները կարող են հայտարարել, որ ընդդիմությունը արգելափակել է մարզերից Երևան եկող ճանապարհները եւ թույլ չի տալիս հասարակությանը միանալ հանրահավաքին եւ գոհունակություն հայտնել իշխանությունների քաղաքականության շեշտակի փոփոխությունների առնչությամբ։ Առաջիկա ընտրական գործընթացում Հայաստանի իշխանությունն ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ տեղ կտա շոուի տարրին, քան նախկինում։ Պատճառն այն է, որ այսօր չկան նախկին մի քանի կարևոր հանգամանքներ։ Օրինակ չկա Գագիկ Ծառուկյանական ԲՀԿ-ն, որը կարող էր իր մեջ պարփակել ընդդիմադիր ողջ դաշտը, կառավարել այն, դրանով իսկ կառավարել ընտրական ձայները, բողոքական ընտրազանգվածի քվեն եւ այն սահուն կերպով դնել ՀՀԿ-ի գրպանը։ Չկա նաև քաղաքացիների գրպանը դնելու շատ փող։ Փողն այնքան քիչ է, որ իշխանությունը գերադասեց հարվածի տակ հայտնվել սահմանադրական հանրաքվեի արդյունքում, քան շատ գումար ծախսել հանրաքվեի անխուսափելի թվացող աղմուկը խլացնելու համար։ Տնտեսական ծանր իրավիճակը իշխանության համար առաջացրել է հավելյալ խնդիրներ, այսպես ասած բարձրացրել է ընտրակեղծիքի փոխարժեքը։ Եթե նախկինում կեղծարարներին պետք է տրվեր կամ տրվում էր X չափի փոխհատուցում, ապա այժմ, երբ իրավիճակը առավել բարդ է, ընտրակեղծարարների ակնկալիքներն էլ բնականաբար բարձրանում են։ Այսինքն, ընտրակեղծիքի գինը թանկանում է։ Սա իհարկե միայն թանկությունն է, որ հարվածում է իշխանության գրպանին։ Մնացյալ բոլոր թանկությունները հարվածում են հասարակության գրպանին։ Ընդ որում, այդ թանկությունների գնով իշխանությունը փորձում է փոխհատուցել իր համար թանկացած ընտրակեղծիքը, ինչը նաև առաջացնում է որոշակի փակ շրջան, որովհետև ինչքան թանկանում են ապրանքները, որպեսզի լցվի նաև ստվերային բյուջեն, այնքան մեծանում է հասարակության աղքատության եւ դժգոհության աստիճանը եւ առավել ծանր է դառնում ցանկալի ընտրական պատկեր ստանալու խնդիրը։ Սրան զուգընթաց իշխանության ներսում խնդիրներ են առաջանում նաև առանցքային թևերի միջև, որոնց վրա է ընտրական արդյունքի ստացման համակարգման հարցը, խնդիրը, ռեսուրսների ապահովման խնդիրը ըստ տեղերի եւ ըստ ոլորտների։ Այդ թևերն էլ իրենց հերթին են բարձրացնում հատուցման գինը, պահանջում իրենց մասնակցության դիմաց ավելի մեծ իշխանություն։ Մինչդեռ եթե այդ ակնկալիքներն աճում են, իշխանական կարկանդակը ոչ միայն չի աճում, այլ նույնիսկ նվազում է, ռեսուրսները սպառվում են, բաժանելու շատ քիչ բան է մնում։ Դրան գումարվում է նաև այն, որ ակնհայտորեն մեծացել է արևմտյան ճնշումը։ Զուգահեռ շոշափելիորեն նվազում է Ռուսաստանի հովանավորության թափը, այն իմաստով, որ ներկայումս Ռուսաստանն արդեն ինքը մի բևեռ է, որը փոխզիջումներ է փնտրում արևմուտքի հետ, իհարկե ոչ այն ծավալով եւ այն հեզությամբ, ինչպես Հայաստանը, բայց իր չափերի եւ հավակնությունների համեմատ բավական զգալիորեն։ Իսկ արևմուտքը, Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Հայաստանին ընտրությունների գինը մատնացույց են արել բավական հստակ։ Հերթական անգամ դրա մասին խոսեց Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը նախորդին Երևանում հերթական անգամ կոչ արեց հետաքննել նախորդ տարեվերջին սահմանադրական հանրաքվեի խախտումները եւ ընտրական օրենսգիրքը բարեփոխել թափանցիկ կերպով, միաժամանակ հիշեցնելով մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության մասին։ Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունը բնականորեն պետք է դիմի ավելի շատ շոուի, տպավորություն ստեղծելու համար, որ երկրում տեղի է ունենում կարևոր գործընթաց, որ նախաձեռնվում են կարևոր փոփոխություններ, որ իշխանությունը վերջապես ձեռնամուխ է եղել քայլերի, որոնք բերելու են համակարգային տեսանելի փոփոխությունների։ Բայց թող չթվա, թե իշխանության համար շոուն լինելու է ավելի էժան։ Պարզապես շոուն ավելի շուտ ապառիկ է, այսինքն իշխանությունը դրա գինը վճարելու է հետո։
Բանն այն է, որ այստեղ խոսք չի կարող լինել նախապես գրված սցենարով, մշակված, խաղարկված, անգամ փորձված ներկայացման մասին, երբ հավաքվում է իշխանական, այսպես կոչված էլիտան, պայմանավորվում են միմյանց հանդեպ ցուցադրական ինչ-որ բաներ անել ու անցնում են թատրոնի։ Իմիտացիան իշխանական համակարգերում պարզունակ երևույթ չէ եւ իրականացվում է ընթացիկ աշխատանքի տրամաբանությամբ։ Հետևաբար այն թողնում է իր նստվածքը, որովհետեւ իշխանական համակարգում այն առաջացնում է բացասական սպասումներ, ու թեև դրանք կառավարելի են, այնուհանդերձ այդ սպասումները չեն ցրվում ականջներին խոստովանելով, թե ամեն ինչ ընդամենը նախընտրական ձևի համար է։ Այլ կերպ ասած, չնայած շոուին, մեծ հաշվով իշխանությունը մի երևույթ է, որի շոու ենթադրող քայլերն այնուամենայնիվ թողնում են նստվածքային քարեր համակարգի, այսպես ասած, երիկամներում։ Հետո այդ քարերը բերելու են ցավի եւ դրանք հեռացնելու համար իշխանությունը ստիպված է լինելու ինչ-որ գին վճարել, պարզապես արդեն լոկ ինքն իրեն։ Երբ չկա իրավիճակում բեկումնային ազդեցություն ունենալու օպտիմալ նախադրյալ, ապա ստեղծված իրադրությունում հանրության նվազագույն խնդիրն է դառնում կարողանալ անել այնպես, որ իշխանությունն այդ հետընտրական գինն անկարող լինի վճարել ինքն իրեն, եւ թեկուզ ոչ իր հեռանալու, այլ այդ երիկամների նստվածքը հեռացնելու համար, այդուհանդերձ ստիպված լինի վճարել հանրությանը։ Հայաստանի իշխանությունը կարծես թե հայտնվել է Թավշյա հեղաշրջման հերթական փուլում, որն արտահայտվում է Հանրապետական Հայեղափոխական Դաշնակցություն նախընտրական կոալիցիայով նախարարների փոփոխմամբ։ Ընդ որում նաև այնպիսի նախարարների, որոնք կարծես թե դուրս են կոալիցիոն կամ գործակցության համաձայնություններից։ Մյուս կողմից Թավշյա հեղաշրջումները Հայաստանի իշխանության համար անխուսափելի են։ Եթե իշխանության փոփոխությունների օրինական սահմանադրական մեխանիզմը չի գործում, սկսում են աշխատել ստվերային մեխանիզմները։ Ինչ խոսք, պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, որոնք հուշում են, որ պարտադիր չէ ստվերային աշխատանքը, եթե չկա սահմանադրական մեխանիզմ։ Թվում է, թե այդպիսի օրինակներն իսկապես շատ են, սակայն այստեղ կան որոշակի նրբերանգներ։ Խոսքն այն մասին է, որ այդ օրինակների պարագայում Թավշյա հեղաշրջումները լինում են շատ ավելի երկարատև ընդմիջումներով, եւ մի առաջնորդը կարող է գլխավորել իշխանությունը տասնամյակներ, իսկ հետո գլխատվել կամ գահընկեց արվել։ Օրինակ, խորհրդային գենսեկները կամ այլ բռնակալներ։ Խնդիրն այն է, որ ամեն ինչ կախված է իշխանական համակարգի ռեսուրսային հագեցվածությունից։ Շատ ռեսուրսներ տնօրինող ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգերում, այսպես ասած, ներքին կայունության փուլերը շատ երկար են տևում, այսինքն դրանք կազմող սուբյեկտների միջև ճգնաժամը ուշ է հասունանում, քանի որ ճգնաժամն ի վերջո հենց ռեսուրսների սպառման հետևանք է։ Ռեսուրսները սպառվում են, իսկ քանի որ դրանց աղբյուրը եւ անվտանգության երաշխիքները իշխանության լծակներն են, սկսում է սրվել այդ լծակների համար պայքարը, առաջին տեղի համար պայքարը, իսկ Հայաստանի իշխող համակարգը փոքր ռեսուրսներ տնօրինող համակարգ է։ Դրան գումարվում է նաև արտաքին տնտեսական բացասական կոնյունկտուրան, որը բերում է ներքին տնտեսական ճգնաժամի եւ իրավիճակը ել ավելի է սրվում։ Իսկ դա նշանակում է, որ մեծանում է ներիշխանական կամ Թավշյա հեղաշրջումների հաճախականության վտանգը։ Միաժամանակ, քանի որ չկա ուժեղ եւ ազդեցիկ ընդդիմադիր բևեռ, իշխանության համակարգի ներսում առաջանում է որոշակի թուլացածություն եւ անբռնազբոսություն։ Վերանում է վախը, որ ներքին անկարգապահությունը կարող է բերել արտաքին սպառնալիքի ուժգնացման եւ ընդդիմության աշխուժացման։ Այդ վտանգը իշխանության ներսում նպաստում է ատամները սեղմելուն եւ ընդհանուր թշնամու առաջ համակարգը չթուլացնելուն։ Երբ այդ, այսպես ասած, ընդհանուր թշնամին չկա, համակարգը ներքուստ թուլանում է եւ Թավշյա հեղաշրջումների մեխանիզմն ավելի է թափ հավաքում։ Ավելին, այստեղ խնդիրը բազմաշերտ է եւ այդ ներիշխանական հեղաշրջումները միշտ չէ, որ արտահայտվում են առաջնորդների փոփոխությամբ։ Երբեմն փոխվում են առաջնորդի շուրջ ուժերի դասավորությունները եւ ամեն ինչ ավարտվում է ազդեցության աղբյուրի փոփոխությամբ։ Եթե մինչ հեղաշրջումը առաջնորդը գտնվում էր X աղբյուրի ազդեցության ներքո, հեղաշրջումից հետո ազդեցիկ է դառնում ներիշխանական այլ շրջապատ, որը սակայն չի գնում առաջին դեմքի արագ փոփոխության, ավելորդ ցնցումայնությունից խուսափելու համար։ Իդեպ Հայաստանն ունի Թավշյա հեղաշրջման թե մեկ, թե մյուս օրինակները։ Վերջինը թերևս կարող ենք համարել այն, ինչ տեղի ունեցավ 2014 թվականին, երբ երկրի առաջին դեմքը չփոխվեց, սակայն փոխվեց նրա շուրջ ազդեցության գոտին։
Իհարկե այլ հարց է, որ այդ գոտին գտնվեց համընդհանուր միջավայրին եւ մարտահրավերներին այնքան անհամարժեք, որ շատ արագորեն խժռեց իր իսկ իրականացրած Թավշյա հեղաշրջման արդյունքը։ Դրա պատճառներից մեկն էլ երևի թե այն է, որ ինքնին այդ հեղաշրջում իրականացրած սուբյեկտների ներսում էլ մեծ էր ռեսուրսային ճգնաժամի ազդեցությունը եւ դրանով պայմանավորված որոշակի հակադրությունը տարբեր թևերի միջև։ Մյուս կողմից Թավշյա հեղաշրջումները ճգնաժամային փուլերում ըստ էության հանդիսանում են ամբողջատիրական իշխող համակարգերի կենսունակության միջոցներ։ Չունենալով օրինական իշխանափոխության հնարավորություն, հասկանալի պատճառներով այդ իշխանափոխությունը կլինի համակարգի։ Հասկանալի պատճառներով ամբողջատիրական համակարգերը հաճախ այսպես ասած կամավոր են գործադրում Թավշյա իշխանափոխության մեխանիզմը, որը գործի է դրվում համակարգի ներքին պայմանավորվածությունների, ներքին կանոնների շրջանակում։ Իշխանափոխությունը այն մեխանիզմն է, որը թույլ է տալիս պատասխանատվության ծանրության կենտրոնի փոփոխությամբ եւ քաղաքական մրցակցության միջոցով հաղթահարել սոցիալ-հոգեբանական, տնտեսական ու քաղաքական մարտահրավերները։ Հայաստանի իշխանությունը ինքն իր կամքով արգելափակել է դրա օրինական սահմանադրական հնարավորությունը։ Այդպիսով իշխանությունը լիցքաթափվում է Թավշյա հեղաշրջումներով, մենակ մնացած լինելով ժամանակի մարտահրավերների դեմ եւ չունենալով իշխանության ներքին մոտիվացիաները ակամա խթանող ուժեղ ընդդիմություն։ Ներկայումս իշխանությունը թևակողել է նոր Թավշյա հեղաշրջման փուլ, որի շնորհիվ փորձ է արվում փոխհատուցել ռեսուրսների սղությունը նախընտրական բավական բարդ եւ ծանր այս հանգրվանում։ Սերժ Սարգսյանը նախորդին անձամբ է ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախարար իր վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին։ Ամենահետաքրքրականը պատճառաբանությունը կամ բացատրությունն է, թե ինչու է ինքն անձամբ ներկայացնում նոր պաշտոնյային։ Սերժ Սարգսյանը դա պատճառաբանել է ազգային անվտանգության հրամայականով։ Նա հայտարարել է, թե արտաքին տնտեսական մարտահրավերներն իրեն մղում են նրան, որ ՊԵԿ-ը դասվի ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին։ Սրանով Սերժ Սարգսյանն ըստ էության հայտարարում է, որ պետական եկամուտների կոմիտեն անցնում է իր անմիջական կամ ինչպես ասում են ուղիղ նախագահական կառավարման ներքո։ Սրա վկայությունն է եւ այն, որ Սերժ Սարգսյանն իր անունից է հանգստացրել ՊԵԿ աշխատակիցներին, թե կադրային ջարդ չի լինելու։ Միաժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի լինելու, եթե աշխատակիցները պատրաստ են աշխատել նոր պահանջներին եւ մարտահրավերներին դիմակայելու ջանքով ու եռանդով։ Իսկ մարտահրավերներն ըստ Սերժ Սարգսյանի բյուջետային մուտքերի հավաքագրումն են ու գործարար միջավայրի բարելավումը։ Այսինքն ըստ էության դրված է ՊԵԿ-ի առաջ խնդիրը՝ ապահովել բյուջեն միաժամանակ այնպես, որ չավելանա բիզնեսի դժգոհությունը։ Հնարավոր է նման բան։ Հնարավոր է իհարկե, եթե ՊԵԿ-ը բյուջեն ապահովելու համար փոքր ու միջին բիզնեսի ավանդական կաշվի փոխարեն ձեռնամուխ լինի խոշոր բիզնեսի, ըստ էության կուսական մաշկին։ Այսինքն, եթե ՊԵԿ-ն ապահովի խոշոր բիզնեսի հարկային բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը, ապա դրա շնորհիվ թե բյուջեի մուտքերը կարող են ապահովվել, թե կարող է ապահովվել գործարար միջավայրի բարելավում, քանի որ նախ փոքր ու միջին բիզնեսը չի շարունակի քերթվել հանուն բյուջեի եւ բացի այդ էլ հանրությունը կրծանագրի, որ Հայաստանում վերանում է արտոնյալ գործարար խավն ու վարվում է հարկային հավասար քաղաքականություն։ Դա իհարկե կնշանակի վստահելիության աճ, ինչը տնտեսական զարգացման կարևոր գրավականներից է։ Սակայն այս ամենն իհարկե բավական սահուն է հնչում խոսքերի մակարդակում, բայց բավական է հիշել Հայաստանում բիզնեսի եւ իշխանության սերտաճման մասին ու ամեն ինչ այսպես ասած ընկնում է իր տեղը։ Եվ այդ իմաստով ազգային անվտանգության բաղադրիչ ոչ թե ՊԵԿ-ն է պետք դարձնել, այլ պետք է ընդամենը, որպեսզի ազգային անվտանգության համար օրենսդրորեն լիազորված կառույցները լիարժեք կատարեն իրենց աշխատանքը, կոռուպցիայի դեմ պայքարում, այլ իրավական խնդիրներում, ապահովելով Հայաստանում օրենքի գերիշխանությունը։ Այդ դեպքում իհարկե բացարձակապես կարիք չի լինի ՊԵԿ-ը ներառել ազգային անվտանգության բաղադրիչների շարք։ ՊԵԿ-ն այդ դեպքում հանգիստ կկատարի իր վարչական գործառույթները, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ գործում է օրենքի իշխանությունը եւ մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում հարկային կառույցի գոյությունն ու գործունեությունը։ Այդ գործունեությունը վատ իմաստով նկատելի եւ շոշափելի է դառնում այնտեղ, որտեղ չի շոշափվում օրենքը եւ իրավունքը։ Սա է ազգային անվտանգության հարցը բոլոր առումներով ու իմաստներով։
Եթե ընդդիմությունը միավորվի, մեզ համար էլ ավելի հեշտ կլինի, հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը այս շաբաթ, ասելով, թե իշխանությունն էլ ցանկանում է այդպիսի ընդդիմադիր միավորում։ Երբ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ խոսում է ընդդիմության միավորման ուժեղացման նպատակահարմարության մասին, այդ խոսքը հնչում է բավական ցինիկ։ Իշխանությունը Հայաստանում արել է հնարավորն ու անհնարը ուժեղ ընդդիմություն թույլ չտալու համար։ Մյուս կողմից դա երևի թե ցանկացած իշխանության ցանկությունն է՝ չունենալ ուժեղ ընդդիմություն, առավել ևս երբ իշխանությունը գործել է բազմաթիվ անօրինականություններ, սկսած ընտրության կեղծիքից մինչև կոռուպցիայի բարձր մակարդակ։ Ուժեղ ընդդիմությունը կենթադրի հնարավոր պատասխան այդ ապօրինությունների համար։ Անկասկած, Հայաստանում ընդդիմադիր դաշտի կազմալուծման, թուլացման, արժեզրկման համար պատասխանատուն միայն իշխանությունը չէ, այլ նաև հենց այդ դաշտում գործող ուժերի զգալի մասը, այդ թվում առանցքային ուժեր։ Սակայն դա արդեն այլ խնդիր է։ Այդուհանդերձ ուժեղ ընդդիմություն ունենալու իշխանական ակնկալիքում ցինիզմից բացի կա իհարկե նաև անկեղծության բաժին։ Դա բխում է իհարկե իրավիճակից, ոչ թե իշխանության արժեհամակարգից եւ գաղափարականությունից։ Բանն այն է, որ ուժեղ ընդդիմության բացակայությունը իշխանությանը Հայաստանում որքան տվել է հանգիստ քնելու հնարավորություն, այդքան էլ առաջացրել է ներքին լուրջ խնդիրներ։ Երբ չկա արտաքին վտանգը, տվյալ դեպքում ընդդիմության տեսքով, երբ ընդդիմադիր դաշտը թուլացած է եւ գործնականում ոչնչով չի սպառնում իշխանությանը, դա բերում է ներիշխանական տարաձայնությունների խորացման։ Իշխանությունն իսկապես թուլացնում է ներքին զգոնությունը իշխանական սուբյեկտների միջև հարաբերություններում։ Դա իհարկե ոչնչով չի սպառնում իշխանությանը, որտեղ չկա այն ուժեղ ընդդիմությունը, որը կարող է օգտվել ներիշխանական այդ իրողություններից եւ վերցնել իշխանությունը, բայց իշխանության ներսում առաջանում է լարվածություն, քանի որ ներքին շահերի բախումը ստանում է առավել անկաշկանդ բնույթ։ Իհարկե, դա չի սպառնում այն անկաշկանդությամբ, որով ներիշխանական թևերը հասարակության հետ հարցեր են փորձում լուծել, բայց այդուհանդերձ բավական փափուկ եւ հարմարավետ կյանքի սովոր իշխանական տարբեր բևեռները զգալի դիսկոմֆորտ են ապրում ներքին լարումներից։ Նրանց համար շատ ավելի հարմարավետ զգացում է արտաքին, ընդդիմադիր վտանգի պատրաստվելն ու դիմագրավելը, քան ներքին, համակարգային հարաբերությունների պարզումը։ Բանն այն է, որ ընդդիմության հետ հարաբերություններում գործողություններն առավելապես ֆիզիկական են։ Այսինքն կա իշխանության կենտրոն, որը որոշում է բոլորի փոխարեն, կան ուժային խմբեր, որոնք կատարում են գործողությունները, իսկ մյուսներին մնում է ընդամենը ապահովել այսպես ասած քարոզչական սպասարկումը եւ հարցազրույցներ տալ։ Իսկ երբ հարաբերությունների ներհամակարգային պարզաբանում է, ապա այստեղ մեկ կենտրոնի որոշումներ եւ ուժայինների սպասարկում չկա։ Հակառակը, ամեն մեկը, ամեն մի խումբը կամ թևը պետք է պայքարի կենտրոնի համակրանքի եւ վստահության համար, պայքարի հնարամտությամբ, խորամանկությամբ, մյուսների քայլերը հաշվարկելով, այսինքն չարչարանքի պատճառներն ու հիմքերը ակնհայտ են։ Այդ իրողությունն առավել զգալի է այժմ, երբ իշխանության ձևավորման նոր փուլն ուղեկցվում է մի կողմից տնտեսական խորքային ճգնաժամով եւ ռեսուրսների կտրուկ սահմանափակմամբ, մյուս կողմից կառավարման մոդելի փոփոխությամբ եւ իշխանական կառուցվածքի վերափոխմամբ, եւ մեկ այլ կողմից էլ աշխարհաքաղաքական զարգացումների բավական թեժ բնույթով եւ արտաքին քաղաքական պատասխանատվության սրացմամբ։ Ընդդիմության հետ կյանքի ու մահվան պայքարը փոխարինվում է իշխանության մեջ կյանքի ու մահվան պայքարով, որն առաջին հայացքից ավելի թույլ արտահայտվող, բայց ներքին, առավել մեծ լարում ունեցող պայքար է։ Այդ մթնոլորտում զարմանալի չէ, որ իշխանության մեջ կարող են առաջանալ ուժեղ ընդդիմության հանդեպ կարոտի զգացումներ, կարոտաբաղձություն։ Անկասկած, խոսքը այնպիսի ընդդիմության մասին չէ, որը իսկապես կարող է իշխանության համար ստեղծել անհաղթահարելի խնդիրներ։ Խոսքը տվյալ դեպքում վառ արտահայտված ընդդիմության մասին է, ավելի շուտ ընդդիմության մասին, որն ունակ չէ հաղթել իշխանությանը, բայց հաղթում է ընդդիմադիրներին։ Ի վերջո բացառված չէ, որ երկար կարոտելով հանրապետականը կորոշի հենց ինքն էլ իր մի մասով ստանձնել այդ դերը եւ ներիշխանական առաջին հայացքից ոչ ցավոտ, բայց հոգեմար հակադրություններից ազատվել իշխանություն-ընդդիմություն բաց դիմակայությամբ։ Հանրապետականը կգնա դրան 2022-ին, եթե մինչ այդ Հայաստանում ընդդիմադիր դաշտում շարունակվի ներկայիս փոշիացվածությունը, լղոզվածությունը, ապա կենտրոն եւ մեծ հաշվով, ապա գաղափարական մթնոլորտն ու մեթոդաբանական մոլորվածությունը։
Այս շաբաթ մարտի 1-ին ընդդիմադիր մի քանի ուժերի նախաձեռնած հանրահավաք երթից հետո ընդդիմադիր դաշտում վերստին ակտիվացել են խոսակցություններն ու քննարկումները համագործակցության մասին առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Դրան նպաստեց այն, որ մարտի 1-ի երթի նախաձեռնողները Նոր Հայաստան միավորումն ու նրան այդ գործում միացած Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ու Հայազգային կոնգրեսը տիրաժավորելով երթը բավական նկատելիորեն շեշտադրում էին համագործակցության հանգամանքը, թե որոշակի ընդհանրականությամբ։ Վերջին հաշվով ինչու էր պետք մարտի 1-ի համատեղ նախաձեռնությունը միայն հիշատակ հարգելու համար։ Եթե այո, ապա էլ ինչու էր պետք ավելորդ պաթոսականությունը համագործակցության մասին։ Իսկ եթե դա ենթադրում էր ավելին, ապա ինչու մարտի 1-ի հիմքով եւ ոչ թե ավելի առարկայական եւ կոնկրետ գաղափարի եւ նախաձեռնության շուրջ, թեկուզ կապված մարտի 1-ի բացահայտման հանրային ու պետական նշանակության պահանջների հետ։ Ստեղծվում է տպավորություն, որ այդ ողբերգական տարելիցն իրականում օգտագործվեց քաղաքական, այսպես ասած, մարքեթինգի համար, ինչը ներկայումս իր զարգացումն է ունենում համագործակցության մասին քննարկումներով։ Իսկ քանի դեռ այդ ամենը զուրկ է կոնկրետությունից եւ առարկայականությունից, ամենակարևորը արժեքային եւ գաղափարական ընդհանրությունից, հասարակության համար վերածվում է ծուղակի։ Համագործակցությունը եւ առավել եւս միասնականությունը այս դեպքում դառնում են արհեստական երևույթ, որը բացի էներգիա եւ ժամանակ խլելուց հասարակությանը չեն տալիս եւ ոչինչ։ Միաժամանակ դա ոչինչ չի տալիս նաեւ քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս իշխանական համակարգի դեմ։ Եթե իհարկե այդ ուժերն ունեն ծրագիր, գաղափարական հենք, մեթոդաբանական զինանոց եւ գիտեն թե ինչ են ուզում եւ ինչ են անելու։ Այդ ամենին քիչ թե շատ տիրապետող որևէ ուժի համար համագործակցության շուրջ քննարկումները առնվազն ներկայիս տեսքով, առնվազն առկա նախադրյալների եւ մթնոլորտի պայմաններում ավելորդ ժամավաճառություն են։ Դրանք նախընտրելի կարող են լինել այն ուժերի համար, որոնք ինքնին չունեն անելիք, հայտնվել են փակուղում եւ միակ խնդիրը մնացել է կենսունակության իմիտացիան ապահովելը։ Որպես կանոն այդ ամենը բերում է խորքային փակուղու, նպաստելով ոչ թե հասարակության, այլ իշխանական համակարգի ամրապնդմանը։ Ինչ խոսք, միասնականությունը, համագործակցված մարտավարությունը անխուսափելիորեն նախընտրելի են, քան առանձին գործողությունները։ Բայց երբ հստակ է դրանց առարկան, երբ առկա է կոնկրետությունը, հասարակության համար հասկանալի, տեսանելի եւ ոչ թե ամեն ինչ հիմնված միայն հռչակագրերի վրա։ Այդ պայմաններում հասարակությանը շատ ավելի մեծ նպաստ կբերի ընդդիմադիր դաշտում ձևավորված բնական բազմազանությունը, օրինաչափ բազմազանությունը։ Ի վերջո, ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամից դուրս գալու ճանապարհը պետք է անցնի հենց այդ բազմազանության եւ որոշակի մրցակցայնության միջոցով, որովհետեւ եթե ընդդիմությունը չի կարողանում գտնել արդյունավետ բանաձև եւ խաղի կանոններ այն հարցում, ինչը բոլոր ոլորտներում պահանջում է իշխանությունից, արդյունավետ եւ ազատ մրցակցություն, ապա դժվար է ակնկալել, որ այդ ընդդիմությունը կարող է գտնել համագործակցության կամ միասնականության արդյունավետ եւ հանրօգուտ կոնկրետ բանաձևեր։ Իշխող հանրապետական կուսակցության հրապարակած ընտրական օրենսգրքի նախագիծը, որ նախորդին հավանության է արժանացել կառավարությունում, գրեթե շոկային էֆեկտ է թողել հասարակության եւ ընդդիմադիր ուժերի վրա։ Պետք է նկատել, որ ընտրական օրենսգրքի դրույթներին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ շոկն անհիմն չէ։ Եթե ընտրական օրենսգիրքն ընդունվի ներկայիս տեսքով, ապա կարելի է չկասկածել, որ հանրապետականին կհաջողվի ժողովրդավարական եւ ազատ ու արդար ընտրություն անցկացնել 2017-ին եւ վայելել միջազգային հանրության հավանությունը։ Եթե իհարկե այդ նախագիծը մինչ ընդունվելն էլ արժանանա այդ հավանությանը։ Ինչպես հայտնի է, հանրապետականը մի նախագիծ հրապարակել է Հայաստանի հանրության համար, մեկ այլ նախագիծ ուղարկել է Վենետիկի հանձնաժողով։ Հանրապետականն ամենայն հավանականությամբ կփորձի լարախաղաղությամբ զբաղվել այդ երկու նախագծերի միջև եւ հասնել մի արդյունքի, որը կտա առավել, այսպես ասած, ժողովրդավարական ընտրությունների հնարավորություն։ Մյուս կողմից հանրապետականի մարտավարության նախնական մեղն անկասկած այն է, որ սահմանելով շատ բարձր չափանիշ, հանրային տեսանկյունից խայտառակ հակաժողովրդավարական չափանիշ, հանրապետական ըստ էության առևտրի տեղ է բացում դրա շուրջ թե Հայաստանի հասարակության եւ թե քաղաքական ուժերի ու միջազգային հանրության հետ առևտրի եւ փոխզիջումների համար։
Այսինքն հանրապետականը սահմանում է բավական կոշտ խաղի կանոններ, որպեսզի իր համար թողնի նահանջի տեղ, այնպիսի նահանջի, որն իրականում նահանջ կարող է լինել զուտ քարոզչական տեսանկյունից, իսկ իրականում այդ նահանջի արդյունքում կակնկալեն ստանալ այն, ինչը ծրագրում էին նախապես։ Արդյունքում հանրապետականը կստանա իր ուզածը, բայց դա կներկայացնի որպես փոխզիջում, այսպես ասած, լայն կոնսենսուս քաղաքական ուժերի եւ հասարակության միջև։ Այս տեսանկյունից հանրապետականի մարտավարությունն ակնհայտ է, բավական պարզ, նույնիսկ պարզունակ, սակայն ամենայն հավանականությամբ աշխատող։ Աշխատող համենայն դեպս այն նկատառումից ելնելով, որ առայժմ պարզ չէ, թե ինչ մարտավարություն են որդեգրելու հասարակությունը եւ ընդդիմությունը։ Ընտրական օրենսգրքի քննարկումների շուրջ նրանց մարտավարական մոտեցումներն առայժմ շատ անորոշ են։ Հնչում են կոչեր միավորվելու եւ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու շուրջ, սակայն պարզ չեն առաջնահերթությունները, որոնց շուրջ արժե կամ պետք է միավորվել։ Պարզ չէ, թե ընդդիմությունն իր համար նվազագույն ինչ նշաձող է սահմանում բովանդակային իմաստով եւ որքանով է այն հակադրվում իշխանական նվազագույնին։ Ինչպես բնորոշ է առնվազն վերջին 2-3 տարիներին, իշխանություններն այս հարցում էլ կարծես թե մեկ քայլ առաջ են ընդդիմությունից կամ առնվազն մեկ քայլ առաջ։ Խոսքն իհարկե ոչ թե բովանդակային արդիականության մասին է, այլ մարտավարական կազմակերպվածության։ Ընդ որում, դատելով ներկայիս իրավիճակից չեն նշմարվում գործնական հեռանկարներ, որ ընդդիմությունը կարող է մոտ ապագայում կրճատել տարածությունը։ Առավել եւս, որ իշխանության առևտրային առաջարկն արդեն ձևակերպված ու ներկայացված է, եւ մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիր դաշտի մեծ մասի ուշադրությունն աստիճանաբար կկենտրոնանա հենց այդ, ոչ թե սեփական առաջարկների վրա։ Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների հանդիպմանը ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների Եվրամիություն-Հայաստան հարաբերության թեման քիչ է հետաքրել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Թեև այդ տեղեկությունները պաշտոնական չեն, այդուհանդերձ որևէ զարմանալի բան չկա, որ այդ խնդիրը, այդ թեման Հայաստանի ընդդիմության համար հետաքրքիր չէ։ Ոչ այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի կարևոր է համարում Հայաստանի ներքին խնդիրներն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է դրանց վրա։ Պարզապես Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար առայժմ ակնհայտ է մի պարզ իրողություն։ Հայաստանում քաղաքական դասավորությունների հարցում դեռևս շարունակում է գերակա լինել Մոսկվայի, Ռուսաստանի ազդեցությունը, համենայն դեպս չկան նախադրյալներ, որոնք հիմք կտան Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեծ մասին գալ եզրահանգման, որ որոշողն այլևս Ռուսաստանը չէ, այլ ասենք Եվրոպան։ Այդ ժամանակ նրանց ոչ միայն կհետաքրեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, հեռանկարները, այլ Հայաստանի քաղաքական ուժերը պարզապես գիշերները չեն քնի այդ մասին մտածելու պատճառով կամ կքնեն ծածկվելով Եվրամիության դրոշով։ Խնդիրն իհարկե վերաբերում է Հայաստանի համար շատ կարևոր հարցի, այլապես իրավիճակն իսկապես ծիծաղելի կլիներ։ Աշխարհաքաղաքական ներկայիս դինամիկ զարգացումները Հայաստանի համար բերում են մի շարք մարտահրավերներ, ռիսկեր, միաժամանակ նաև հնարավորություններ։ Հնարավորություններ ոչ միայն կոնկրետ որևէ իրավիճակի, այլև որոշակի գիտակցական վերանայումների, ընկալումների, պատկերացումների վերափոխման առիթների, պատճառների, մոտիվների տեսքով։ Ի վերջո, առկա մարտահրավերների եւ ռիսկերի փոթորկուն ժամանակաշրջանում կա նաեւ մի հստակ ու ակնհայտ դաս Հայաստանի համար։ Հայաստանի թե ներքին, թե արտաքին, թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմաքաղաքական մի շարք խնդիրներ ու ռիսկեր կամ գոյություն չէին ունենա, կամ կլինեին շատ ավելի թույլ արտահայտված եւ նվազ ճնշող, եթե Հայաստանն անկախության 25 տարիների ընթացքում ոչ թե շարժված լիներ ավելի ու ավելի դեպի Ռուսաստանից միակողմանի կախվածություն, այլ ինքնին ապահովված լիներ հետխորհրդային շրջանում իրական դե ֆակտո անկախություն ձևավորելու համար շատ կարևոր տնտեսական եւ քաղաքական այլընտրանքներով, այդ թվում արտաքին քաղաքականության, աշխարհի հետ հարաբերությունների մասով։ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, սոցիալ-հոգեբանական պատկերը կլիներ բոլորովին այլ, եթե Հայաստանը միակողմանի կախվածության փոխարեն ապահովված լիներ գործընկերային կապեր աշխարհաքաղաքական առաջատար կենտրոնների հետ։
Ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունենում դրա փոխարեն։ Տեղի ունենում այն, որ Հայաստանը միակողմանի կախվածության մեջ է մնում Ռուսաստանից, իսկ այլ կենտրոնների, առավել եւս բոլոր առումներով առաջատար Եվրամիության կամ Եվրատլանտյան հանրության հետ հարաբերվում է այնքանով, որքանով, այսպես ասած, անցքեր կամ սողանցքներ են մնում Ռուսաստանի հետ հարաբերությունից դուրս։ Հայաստանում այս իրավիճակը ներկայացվում է որպես կողմնորոշման խնդիր՝ Արևմուտք թե Ռուսաստան։ Միևնույն ժամանակ, այդ խնդիրը համեմվում է անվտանգության թեմայով, մանիպուլյացիաներով, օգտագործելով հարյուրամյակների կամ ավելի թարմ կարծրատիպեր եւ միֆական ընկալումներ։ Այս ամենը ձեռնտու է եղել եւ շարունակում է ձեռնտու մնալ իշխող քաղաքական համակարգին, որն այդ բարդ ընտրության վրա է դուրս գրում համակարգային մի շարք խնդիրներ։ Տարօրինակն այն է, որ Հայաստանում այդ ամենը ձեռնտու է նաև ընդդիմություններին, համենայն դեպս դրանց հիմնական մասին, բացառությամբ 1-2 կուսակցության գործչի, որոնք հստակ հանդես են գալիս արտաքին քաղաքական, ասես ասած կոնցեպտուալ այլընտրանքների մոտեցումներով եւ դիրքորոշումներով։ Այդ իրավիճակը Հայաստանը մի անգամ արդեն հասցրել է գրեթե աղետի 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Աղետը կանխվել է լոկ այն բանի հետևանքով, որ Եվրատլանտյան բևեռը գտնվում է թե քաղաքակրթական, թե քաղաքական, թե քաղաքագիտական մի քանի գլուխ բարձր հարթության եւ ընկալումների վրա, քան եվրասիական ճահճում, ինչի շնորհիվ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը նորից կառուցվում է գործընկերության շարունակվող փորձերի, ոչ թե մահակի վրա, ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի դեպքում է։ Իդեպ, այդ իմաստով հետաքրքրական է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը Հայաստանի հետ խոսում է մահակի լեզվով, իսկ այսպես ասած դավադիր Արևմուտքը շարունակում է գործընկերային առաջարկները, մշտապես շեշտելով, որ հասկանում է Հայաստանի դժվարությունները։ Փաստորեն Հայաստանը աշխարհաքաղաքական աղետից խուսափում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունը կամ հիմնական քաղաքական ընդդիմությունն են հասկանում Հայաստանի համար կարևոր հարցերը աշխարհաքաղաքական լրջագույն զարգացումների համատեքստում, այլ Հայաստանի խնդիրները հասկանում է Եվրամիությունը։ Եվրահանձնակատար Մոգերինիի այցը թերևս պետք է պատասխան տար մի հարցի. Եվրամիությունը պետք է շարունակի միանշանակ կրել Հայաստանի համար կարևոր բաները հասկանալու պատասխանատվությունը, թե Հայաստանում ի տարբերություն սեպտեմբերի 3-ի կարող է ձևավորված լինել գոնե ավելի պատասխանատու ընդդիմադիր դաշտ։ Պատասխանն անկասկած թե Հայաստանի, թե Եվրամիության համար հուսադրող չէ, եւ Հայաստանի անվտանգությունը կրկին կախված է մնում նրանից, որ Հայաստանի համար կարևոր բաները հասկացված են գոնե աշխարհում։ Եվրոպական հանձնաժողովը նախորդին մարտի 3-ին հաստատել է Տրանսադրիատիկ գազամուղի նախագիծը, դրա վերաբերյալ Հունաստանի եւ Trans-Adriatic Pipeline AG շվեյցարական ընկերության միջև կնքված համաձայնագիրը համարելով եվրոպական օրենսդրությանը համապատասխանող։ Նախագիծն իրականացվելու դեպքում 2020 թվականին ադրբեջանական գազը տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր ծավալով կհասնի Եվրոպա։ Ակնհայտ է, որ այս նախագիծը հանդիսանում է այլընտրանք ռուսական գազին, որը Մոսկվան տարիներ շարունակ որպես քաղաքական գործիք մահակ է կիրառել աշխարհաքաղաքական հարաբերություններում։ Թե ինչ դինամիկա կունենա այս գործընթացը դժվար է կանխատեսել։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները մի կողմից ստեղծում են արագության նախադրյալ, մյուս կողմից անվտանգային ռիսկերի ավելացումը կարող է հանդիսանալ ծրագրի արգելակ։ Առավել եւս, որ բավական բարդ աշխարհաքաղաքական հանգույցներում են հայտնվել ծրագրի առանցքային մասնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ նոր թափ է ստանում Եվրամիության էներգետիկ անվտանգության այլընտրանքային ուղիների որոնման գործընթացը, որը Եվրամիության էներգետիկ անվտանգության նոր ռազմավարության առանցքային գաղափարն է։ Կովկասն այդ իմաստով տարիներ շարունակ դիտվում է առանցքային տարածաշրջաններից մեկը, սակայն դիտարկումները հիմնականում արվում են արևելքից արևմուտք վեկտորալ տրամաբանությամբ, մինչդեռ Կովկասում կան նաև հարավից արևելք վեկտորը, որը տարիներ շարունակ մատնվել է անուշադրության։ Խոսքն իրանական գազի ճանապարհի մասին է, որի հարցում էական նշանակություն ունեցող հանգամանք է Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը։ Եվրամիության էներգետիկ անվտանգության ռազմավարության նոր թափն ու Իրանի շուրջ զարգացումները հետաքրքիր զուգորդում են կազմում, որտեղ բավական մեծանում է Հայաստանի դերն ու նշանակությունը։ Խնդիրը հարկ է դիտարկել երկու հարթություններում՝ տնտեսական եւ քաղաքական։
Իհարկե, որևէ խողովակաշարի դեպքում, որևէ նախագծի կամ գաղափարի դեպքում դրանք միասնականացված հարթություններ են, սակայն հարցի հարաբերակցությունն է, թե որ պարագայում ինչ բաղադրիչն է ավելի ծանրակշիռ։ Այդ տեսանկյունից Հայաստանը որպես իրանական գազի տարանցիկ հավանական տարածք դիտարկելը տնտեսական մասով գուցե թե այնքան էլ մրցունակ չէ, մի շարք պատճառներով, որոնք ճանապարհը կարող են դարձնել բավական թանկ, ծախսատար։ Ի վերջո, Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքում կան տարանցիկ արդեն պատրաստի զգալի ենթակառույցներ, որոնք տնտեսական առումով թեթևացնում են անելիքը, նպաստում ժամանակ եւ փող խնայելուն։ Բայց Հայաստանի տարածքը մրցունակ է քաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական տեսանկյունից։ Բանն այն է, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Իրանը չունի եւ թերևս չի ունենա որևէ քաղաքական խնդիր, ռիսկ, հակադրություն, մրցակցություն՝ ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Դրան զուգահեռ Հայաստանի տարածքը զուրկ է էթնիկ խայտաբղետությունից եւ այդ իմաստով ապակայունացման ռիսկերից, ինչը դժվար է ասել թե Թուրքիայի, թե Ադրբեջանի մասին։ Քաղաքական այս շոշափելի առավելությունները բավական են արդյոք, որ Հայաստանը դառնա համախառն առումով մրցունակ ուղի։ Դժվար է միարժեք ասել։ Այստեղ ամեն ինչ շատ բան կախված է նրանից, թե Հայաստանն ինքը ինչպես կկարողանա մատուցել իրեն։ Տնտեսական ինչ գրավչությամբ, ինչ դիվանագիտական քաղաքական հմտությամբ։ Եղել են կարևոր հայտարարություններ Իրանից, որ Թեհրանը դիտարկում է Հայաստանը որպես Եվրոպա գազ արտահանելու ուղիներից մեկը, սա քաղաքական հայտարարություն է անխոս, որն ազդանշան է ուղղված Հայաստանին։ Հայաստանն անտեսում է այդ ազդանշանը, ինչպես անտեսել է Իրան-Հայաստան գազամուղը կառուցելիս, երբ Թեհրանը դեռևս միջուկային ծրագրով միջազգային պատժամիջոցների տակ չէր եւ հնարավորություն կար կառուցելու տարանցիկ գազամուղ եւ նույնիսկ կային որոշակի առաջարկներ կամ հետաքրություն Վրաստանից եւ Ուկրաինայից, բայց Երևանը մերժեց դրանք, ինչպես հետո պետք է պարզվեր Wikileaks-ի հրապարակումներից էներգետիկայի նախկին նախարարի խոստովանությունների տեսքով, որ Հայաստանը բախվել էր Ռուսաստանի մեծ դժգոհությանը։ Այդ մասով իրավիճակը ինքնին հասկանալի է։ Հայաստանը տարանցիկ գոտի դիտարկելու գաղափարը Ռուսաստանի համար վտանգ է, թե Եվրոպայում գազի առումով մրցակցության տեսանկյունից, թե Կովկասում կայսերական ներկայության եւ Հայաստանը դրա ֆորպոստ պահելու իմաստով։ Այդ իրավիճակը ոչ միայն չի փոխվել, այլ ավելի է խորացել։ Դրա հետևանքով Հայաստանը գործնականում չի անում ոչինչ, ուղղված Հայաստանը տարանցիկ նախագծերի համար նպատակահարմար գործընկեր մատուցելուն։ Ավելին, վարվում է արտաքին քաղաքականություն, որն ուղղակի վկայում է հակառակի, որպես գործընկեր Հայաստանի անհուսալիության մասին։ Դրա հետևանքով Հայաստանը դուրս է մնում քաղաքական ակտիվ գործընթացներից, որոնց մաս են այդ օրինակ նախագծերի վերաբերյալ գաղափարները։ Վերջին հաշվով, գաղափարն ինքը հաճախ կարող է լինել կարևոր քաղաքական գործիք եւ ռազմավարական միավոր, անգամ ի վերջո չիրականացվելու դեպքում։ Դա միջոց է տարբեր տնտեսական ու քաղաքական հնարավորություններ շոշափելու, ստեղծելու կամ եղած կողքից հոսող հնարավորություններից կառչելու համար։ Հայաստանը չի անում թե մեկը, թե մյուսը, չնայած նկատելի է, որ ձևավորվում է աշխարհաքաղաքական նպաստավոր կոնյունկտուրա գործընկերային, սուբյեկտային ինքնամատուցման համար։ Հարցի գինն էր եթերում։ Մնացեք բարով։